այս միջոցառում կազմակերպել են գենդերային հարցերով եւ տուրիզմի զարգացման բաժնի Նինոց Մինդայի քաղաքապետարանին կենդերային հավասարության եւ տուրիզմի բաժնում իրականացավ հանդիպում հաջողակ երիտասարդների հետ։ Հրավիրված էին տարբեր ոլորտի պատանիներ եւ աղջիկներ, բժիշկներ, մանկաբույժներ, մարզիկներ, որոնք սովորում են տարբեր ուսումնական հաստատություններում։ Հանդիպմանը ներկա էին նաև Նինոց Մինդայի մշակույթի եւ սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանը, կենդերային հավասարության եւ տուրիզմի բաժնի պետ Գայանե Սերոբյանը, ավականու անդամները, քաղաքապետարանի այլ ներկայացուցիչներ։ Սա մեր ավանդական նախաձեռնություններից մեկն է, որտեղ մենք հրավիրում ենք այդ թվականին մեր Նինոց Մինդայի մունիցիպալիտետում ինչ ձևերով անդրադառնաց դարձած երիտասարդներին եւ սա գեղեցիկ օրինակելի հանդիպումներից մեկն է, որպեսզի մեր երիտասարդությունը զգա, որ այն աշխատանքը, այն տաղանդը, որ ենք զարգացնում են, այն իրենց ձեռքբերումները, որ օգտագործում է հասարակության ել ավելի զարգացման համար, դա իսկապես խրախուսել եւ գնահատել է։ Այսօր մենք ունեցանք տարբեր մասնագիտությունների եւ ինչպես նաեւ մասնագետեր, այնպես էլ երիտասարդ մարզիկներ, ովքեր դեռ ունեն իրենց ցուցաբերելու հնարավորություններ, մեր ուրախալի է, որ մեր հիվանդանոցը համալրվում է նոր բժիշկներով եւ մեր մունիցիպալիտետի բնակիչները չեն ուզենա արդեն փնտրել այլ տեղեր, որպեսզի զբաղվեն իրենց առողջությամբ։ Եվ հենց կզբաղվեն հենց մեր քաղաքում, մեր հիվանդանոցում։ Ունենք շատ զարմանալի այս տարի, ունենք շատ զարմանալի երևույթ աղջիկների մեջ առաջին անգամ մեր մունիցիպալիտետում սև գոտի նվաճած մեր Դիման Նորսեյանը, ունենք եւս մեկ օրինակ 12 տարեկան տղան դարձավ միջազգային տուրնիրի չեմպիոն, ոչ թե այսինքն չեմպիոն, այլ գրավեց հենց առաջի տեղը եւ դա նշվեց վրացական մամուլում, վրացական հերոստատեսությունում, դա շատ խրախուսել է։ Հենց այսպիսի երիտասարդներին, երեխաները մենք պետք է խրախուսենք, ցույց տանք մեր հասարակությանը, որպեսզի գիտենան, որ այն մարդը, ով կարողանում է աշխատել իր վրա, կարողանում է ստանալ այն նպատակը, որը ինքը իր փոքր տարիքից ուզում է հասնել, եւ դա խրախուսում է եւ աջակցվում է եւ մենք այդ մարդկանց միշտ տեղ ենք տալիս, դա երիտասարդների համար իհարկե կլինի օրինակելի, որպեսզի ավելի լավ զբաղվեն իրենց կրթությունը, իրենց ինքնահաստատման զարգացման համար աշխատանքը եւ ոչ թե զբաղվեն, այսինքն ամբողջ օրը տրամադրեն հեռախոսներին եւ ինտերնետին, այլ զբաղվեն իսկապես այն, որ եւ իրենց կզարգացնեն եւ հասարակությունը կգնահատի անպայման։ Այնպես որ հաջողություն եմ ցանկանում մեր այսօրվա հյուրերին, ովքեր իսկապես ցուցադրեցին այն իրենց համառ աշխատանքի արդյունքը, որ այսօր նրանք հասել են եւ դառնում են օրինակ մեր երիտասարդության համար։ Հանդիպման ընթացքում առանձնահատուկ շեշտվեց, որ երեխաների հաղթանակները ոչ միայն նրանց անձնական ձեռքբերումներն են, այլ ամբողջ համայնքի հպարտություն է։ Հանդիպման ներկայացուցիչները նշեցին, որ նման հաջողությունները պետք է ոգեշնչեն մյուսներին եւս ակտիվ լինել, ինքնազարգանալ եւ մեծացնել Նինոց Մինդայի ճանաչելիությունը։ Մասնակիցները խոսեցին նաեւ նոր ծրագրերի մասին, որոնք կնպաստեն երեխաների կրթական եւ մարզական զարգացմանը։ Մենք հանդիպում ունեցանք Նինոց Մինդայի մունիցիպալիտետի երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչների հետ։ Նախ եւ առաջ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ հրավերքի համար, մեզ գնահատելու համար, շատ կարևոր է այսպիսի հանդիպումներ ունենալը, մենք իսկապես ծանոթացանք հաջողակ երիտասարդների հետ, երեխաների հետ, ես մտածում եմ, որ մեր ապագան, մեր երեխաներն ու մեր երիտասարդներն են կազմում լավ պայծառ ապագա ու դրա համար պետք է շանս տալ մեր երեխաներին, հաճախակի լինեն այսպիսի հանդիպումներ, քննարկվեն այն խնդիրները, այն խոչընդոտները, որոնք կարող են լուծվել ու շանս տալ երեխաներին իրենց նպատակներին հասնելու համար շրջանում ունենք ինչպես լավ մասնագետներ, այնպես էլ սպորտով զբաղվող երիտասարդներ, շատ ողջունելի է, որոնք մեծ կամքի ուժ ունեն եւ համատեղել են ինչպես սպորտը, այնպես էլ ուսումը, շանս տանք մեր երիտասարդներին լավ ապագա կառուցելու համար ու փորձենք մենք ամեն ձևով խնդիրներն ու խոչընդոտները հարթել։ Հաջողության գաղտնիքը պետք է ունենալ մեծ կամքի ուժ, ժամանակ, եռանդ, ինչպես ֆինանսավորում, այնպես էլ ծնողների աջակցությունը։ Հանդիպումն ավարտվեց շնորհակալական խոսքերով եւ վստահությամբ, որ նման հաջողությունները դեռ շատ են լինելու։ Որպես շնորհակալություն հաջողակ երիտասարդներին
ովքեր բարձր են պահում մեր շրջանի անունը, քաղաքապետարանի կողմից հանձնվեց հուշանվերներ։